Հարկ նժդեհին, ես երեք լսում եմ մեր հայագետներից մի տիկնոջ, ով նույնպես անհանգստացած էր մեր կրթական համակարգով, և ինքը ինչ լուծում առաջարկեց, ուղղակի առաջարկեց, ոչ թե այսպես խոսքի մեջ ասեց, սիրելի ծնողներ, երբ որ տեսնում եք ձեր երեխաները դպրոցից եկել են ու դպրոցից բերել են սխալ տեղեկություն, այսինքն պատմության գրքի մեջ այլ բան է գրված, բայց իրականությունը այլ է, դուք ուղղեք, դուք տանը իրենց ճիշտը սովորեցրեք։ Բայց սա պայքարի ձև է։ Այսինքն մենք աշխատենք, աշխատավարձ ստանանք, դրանից հարկեր պահենք, տանք կառավարությանը, բյուջեն, որ Նիկոլն ու Ժաննան, կրթության նախարարը, այն Պետրոսի կինը հմեգի, որ մարդու կինը երգիրը քանդում են, նա կրթական համակարգը սա տեղեկատվական դաշտ է, ավիրել են, արժե համակարգը կործանել են մարդու կին, Նիկոլն էլ հետներն էլի բնական է։ Այսինքն մենք հարկ վճարենք, որ Նիկոլն ու Ժաննան աշխատավարձ ստանան, մեր կրթության հերը անիծեն, մենք էլ իրիկուն գոր աշխատանքից գնանք տուն, հոգնած դրան սխալներն ուղենք։ Դες կլինի։ Մենք պետք է դրա վրա ոչ էներգիա ծախսենք, ոչ փող ծախսենք, ոչ ժամանակ։ Փող տանք Նիկոլին ասենք, ոնց ուզում ես երկրի հերն անիծի, մենք հետո կուղենք։ Չէ, սիրելի հայագետ, այդպես չէ։ Ժողովուրդը, ինչպես հոգևորականն է ասում, հոտ է։ Եթե հոտին ուղղորդես վատ բանի, գնում է վատ բանի։ Լավ բանի ես ուղղորդում, գնում է լավ բանի։ Եվ հոտին ուղղորդողը նաև լինելու է գիտնական մարդը։ Հենց ձեր պես հայագետը, ակադեմիկոսը, հրապարակախոսը, մշակութաբանը, նկարիչը, երաժիշտը, նրանց խոսքով է հոտը կողմնորոշվում, ազգայինը որն է։ Նրանց խորհրդով է հոտը գնում դեպի այն քաղաքական ուժը, որը ազգային է։ Եթե դուք բոլորը դա անտարբեր եք, ասում եք դե լավ ես կուղենք, ժողովրդին չասեք, որ ազգային ուժը սա է։ Սա է մտածում ազգի մասին եւ ճիշտ ուղղության վրա է։ Գնացեք սրան ուղղորդեք։ Չեք ասում ոչ մի բան, նստել եք տան, ասում եք կուղենք Նիկոլ կնոջ հետ, արդեն բյուջեից փողեր են դուրս գրում, դասախոսություններ են կազմակերպում։ Հասկանում եք, դասախոսություն մեզ կրթում են։ Աշխարհին ոչինչ չտված թուրքը Նիկոլի միջոցով մեզ կրթում է։ Մինչև օրս աշխարհին ոչինչ չի տվել որևիցե թուրք։ Մենակ 20-րդ դարի հայ գիտնականներ, ես ձերքս մադրի վրա չի տեղավորվի, եթե նրանց անունները թվարկեմ, որոնք համաշխարհային նշանակության գյուտեր են արել եւ բանաձևեր են ստացել։ Հասկանում եք։ Տասնյակը անցնում է մենակ 20-րդ դարինը։ Միջնադար չեմ գնում։ Չեմ գնում շիրակացի, չգիտեմ, հեյրացի, հասկանում եք։ Ասենք Համբարձումյան կա Վիկտոր, Ալիխանյան եղբայրներ կա, Սերգեյ Մերգերյան կա, հասկանում եք, Անդրանիկ Իոնիսյան, սրանք մարդիկ են, որոնք աշխարհին նորարարություն են արել։ Ու հայեր են դրանք, թուրքեր չեն։ Չեք գտնի այդպիսի մի հատ թուրք։ Այդ մակարդակի։ Ու այսօր այդ թուրքերը Նիկոլի միջոցով մեզ կրթում են։ Բան են սովորեցնում ու դրա համար փող են դուրս գրում։ Սիրելի հայագետ, ձեր գործը ոչ թե ծնողներին խորհուրդ տալն է, որ իր գունը տանը կդզեք, ձեր գործը ծնողներին ապստամբության կոչ անելն է։ Դուրս գալ էս կառավարությանը, էս իշխանության, էս համակարգին թրքաբոլշևիկյան, ոչնչացնելն է։ Ես ինչի պետք է գնամ աշխատեմ այդ փողից մի մաս տամ կառավարությանը, հետո իր գունը գամ այդ կառավարության սխալների դեմը առնեմ իմ տան մեջ։ Հասկանում եք, այդ խորհուրդը չեք կարող դու ժողովրդին տալ։ Դուք ժողովրդին, երբ որ անօրենությունը դառնում է օրենք, ապստամբությունը դառնում է պարտականություն։ Մեկ սերունդ, ասենք լավ, ձեր ասելով դիմացանք, տանը երեխեքին ուղղեցինք, ես քանի տարի պետք է ապրեմ։ Մի քանի տասնյակ տարի դու էլ ես չեմ լինելու։ Ո՞վ է Ժաննաների սխալը իր երեխեքին ճիշտ ներկայացնելու։ Ինչու չենք սխալի դեմն առնում, որ ասում ենք լավ մենք կուղենք այդ սխալը։ Դուք սա պետք է կոչ անեք։ Դուք պետք է ժողովրդին ուղղորդեք, բայց դարձել եք թրքաբոլշևիկի ծառաներ։ Լուր նստած եք։
Չկա խորհուրդ տվող, ոչ մեկ չի ասում զենք վերցրու, ապստամբի, փրկի ազգդ։ Սա սպիտակ եղերն է։ Հասկանում եք։ Դուք լավ գիտեք, չէ՞, Կոնֆուցիոսն ինչ էր ասել։ Ասում է, եթե ծրագիրը 1 տարով է, եթե շուտ մի բան ես կազմակերպել 1 տարով, ծորեն ցանի։ Միամիջույս է։ Եթե 10 տարով ես շուտ մի տեղ մի ծրագիրի գնում, ծառ տնգի ասում է։ Եթե ծրագիրը 100-ամյա է, ասում է կրթությամբ զբաղվի, փոխանցի սերունդներից ինչ որ կա, կրթի սերունդներից։ Հիմա մեզ չեն հակակրթությամբ ենք զբաղված։ Եթե ուզում եք մեր երկիրը դարերով առաջ գնա, մենք պետք է կրթությամբ համար թիվ 1 նախարարը պետք է լինի կրթության նախարարը։ Հասկանում եք։ Երբ որ կրթությունը վերանում է, ազգն էլ է վերանում։ Հիմա սրանք անում են, ինչ որ քրիստոնեությունը նոր մտավ Հայաստան։ Քրիստոնեությունը մտավ Հայաստան, ամեն ինչ ավիրեց, նոր սկսեց, դուք էլ սկսնակ էր, բան չգիտեր այդ կրոնը։ Էլի մեր հետանոսությունից ահագի բան վերցրեց, որ մի բանի նմանվի, բայց հենց իրենից բան չներկայացնելով ավիրեց մեր ամեն ինչը։ Եվ 100 տարի խելքներ մինչև Մեսրոպ Մաշտոցը տարեր հորինեց, գնաց գտավ, բերեց, դրեց, տեղը կարդացին, հասկացան, նոր 150-200 տարի անցավ։ Հասկանում եք։ Հիմա սրանք ավերում են այդպես։ Մի ասեք, այդ ոչինչ մենք կուղենք, ասեք, վեր կացեք, գնանք ապստամբենք, քշենք սրանց։ Սրանք լուրջ չեն վերաբերվում մեր պետությանը։ Եթե երկրի ղեկավարն ասում է դուք լուրջ եք վերաբերվում։ Եթե նա մեր պետությանը լուրջ չի վերաբերվում, ուրեմն մեր կրթությանն էլ լուրջ չի վերաբերվի, մեր բանակին էլ լուրջ չի վերաբերվի, մեր գիտությանն էլ լուրջ չի վերաբերվի։ Ես նորից ասում եմ, ապստամբությունը անհրաժեշտ է, անհրաժեշտություն է։ Ուրիշ բան չի կարող մեզ փրկել, թե չէ կործանվելու է ազգը, ոչնչանալու է։ Փառք Նժդեհին։